Լավ հիմա չես գալիս հետս մեր տուն։ Լեո շատ ես ներվերս ուտելու։ Աղջիկ ջան, այդ հարցը ես քեզ պիտի տամ։ Դու իմ ներվերը ուտելով հանգիստ քո համար ապրում ես, բայց դա չի լինի, Պետք է իմ առողջության մասին չէ մտածես ու հետս գաս մեր տուն։ Չէ, սենց ուղղակի ուրախ ցույց ես տալիս սենյակը, բայց ուզում եմ ասեմ, որ դրանից մեր կյանքում բան չի փոխվում։ Դու չգիտես ինչքան բան է փոխվելու։ Ինչքան բան է փոխվելու, մտքովդ էլ չի անցնում։ Մի րոպե, ուրեմն Գրիշին կարելի է ամուսնանալ Ռաֆոյի աղջկա հետ, Լեային չի կարելի Լեոյի հետ լինել։ Նա մեր տանն է, ոնց ուզեն կտենց կշարժվի։ Բայց այդ Լեոն անկառավարելի տիպ է։ Փաստորեն քեզ ավելի նեղացնում այն, որ Լեոն անանազանդ է, ոչ թե այն, որ Ռաֆոյի տղեն է ու Սարգսյանը։ Գնացել է Էրնեստուն։ Ու ով կար։ Ոչ ոքի չգտա։ Հա ու մի կարևոր բան էլ, ձեր տունը վաճառվում է։ Լեո, բայց մի բան էլ կա, որ ուզում եմ իմանաս։ Ես տենց էլ գիտեի, որ ինչ-որ բան թաքցնում ես։ Ասա, սիրտդ բացի։ Մանանը տեղափոխվել է մեր տուն։ Ուզում ես իմանաս իրականում հունվարի 6-ին ինչ ա եղել։ Ես շատ լավ գիտեմ ինչ է եղել։ Դու չգիտես, թե իրականում ինչ ա եղել, բայց կարաս եւ իմանաս։ Գոյամար այսօր Armenia Premium-ի եթերում